այո, դա իմ սահմանադրական իրավունքն է։ Ես գիտեմ ում են ընտրելու։ Չեմ ասի, դա գաղտնիք է։ Ներկայիս իշխանություններից գոհ եք։ Շատ գոհ եմ, ամեն ինչի շատ լավ է։ Իհարկե ունեմ, դա կախնիկ է։ Որոշել եք ում եք ընտրելու ընտրությունները։ Դեր ոչ, տեղում։ Դեր չէ։ Փաշյանին։ Ես մտենց եմ մտածում, ճիշտ է դա, մյուսներին չեմ հավանում։ Թոշակները նորմալ է, գոհ եմ, առողջապահականը դիմել եմ ուղղակի, որ իրեն տեսնեի, կխնդրեի, որ մեր պոլիկլինիկայում Սարիթաղի չունենք նման սարքավորումներ։ Պոլիկլինիկան շատ բարվոք վիճակում է, բայց նորմալ սարքավորումներ չունենք։ Խաղաղությունը դե բոլորս էլ երազում ենք, որ խաղաղ լինի երկիրը։ Հիմա ընտրությունս մեկն է, մյուսներին ես Քոչարյանին ընդհանրապես դեմ եմ, հա, դեմ եմ, ժամանակին ինչ պետք էր թողաներ, հիմա օդի մեջ խոստումներ չեն տալիս, գործով են, ինչ կապ ունի, ես ղեկավար եմ, թե ղեկավար չեմ, ես ինքս եթե հնարավորություն ունենամ ինչով կարող եմ, ձեռքը երկարեմ կօգնեմ, կապ չունի պաշտոնը, աթոռակռիվ չի էստեղ, թալան չի, մենք ամբողջ կյանքում պայքարել ենք, աշխատել ենք, աշխատատեղեր ստեղծեն, ոչ թե քանդեցին, սաղ թալանեցին, մնացին անտեր, սեփականաշնորհեցին, մեղ կա մեր ժողովուրդը, երրորդն էլ կասեի, հիմա ապրանքները լոլիկա, ելակա, եթե չեն թույլ տալիս ուրիշ տեղ, գոնե այդ սպառողները բերեն էժան գնով, ոչ թե թափեն, էժան գնով, մենք մեր հայրենիքում, մեր տեղական ապրանքից շատ թանկ գներով ենք օգտվում, իրոք շատ թանկ է, մեզ համար թանկ է նստում, մնացածն է խաղաղություն լինի, աշխատանք լինի, մենք երեխաների համար ենք մտածում։ Դեռ չեմ որոշել։ Որոշել եմ, բայց չեմ ասի։ Դա գաղտնի է բոլորի համար։ Աշխարհում մեզանից այնքան հզոր երկրներ կան, որ անընդհատ սպասում են պատերազմի։ Ոչ մեկ օդի մեջ խաղաղություն չի լինում, ազգ։ Խաղաղության համար էլ պետք է միշտ պատրաստ լինես պատերազմի։ Պետք է ուրեմն հզորանալ։ Ինչ ասեմ։ Ճիշտ քաղաքականություն վարեն։ Նայում ենք էլի սաղ աշխարհում ոնց է, մարդիկ իրանց շահի համար այնքան ճարպիկ մարդիկ են իրանց ղեկավարները, որ իրանց հարցերը լուծում են։ Այտենց մարդիկ են պետք, որ գան ուղեղով, լավ դիպլոմատիա ունենան, կարողանան գնան, բանակցեն, հարց լուծեն, պատրաստվեն։ Կարելի է չասեմ ում եմ ընձում։ Ներկա իշխանություններից դրական էլ շատ ունեն, բացասական էլ կա, ոչ ոք իդեալական չի, նորերն էլ այդքան իդեալական չեն, որ ուզում ենք։ Պետք է ընտրենք միջին խաղաղությանը, ցանկությունն է մեծ։ 4-ից 1-ին։ Իսկ երեկվա բանավեճը դիտել եք։ Բայց ոչ լրիվ։ Իսկ ինչ կարծիք ունեք։ Կարծիքները հայտնեցին մարդիկ, շատ լավ կարծիքներ հայտնեցին։ Ես որոշել չեմ կարող, որովհետև ընտրության նախորդ գիշերը ես գնում եմ երկրից։ Ունեմ իմ որ լավ կուզեի, որ ինքը մնար։ Ամեն ինչ նորմալ է կարծում եմ, ով էլ լինի, ղեկավարինից ոնց որ կարողանում է։ Հուսամ աստուծորությամբ խաղաղություն կլինի, ուրիշ ոչ մի բանի չեմ հավատում։ Իհարկե, որոշել եմ Փաշինյանին։ Ինչու՞։ Որովհետև նա լավ ղեկավար է։ Այս երկիրը նոր ուղի մտցրեց զարգացման։ Այդ կոռուպցիոների կեսը արդեն վտարված են, կեսը նստած են, կեսն էլ հեսա կնստացնեն։ Դրա դեմ պայքար է մղվում։ Իհարկե մի քիչ դանդաղորեն են, բայց պետք է ամեն ինչ օրինական լինի, որ հետագայում խնդիրների առաջ չկանգնեն։ Այդքան շինարարություն եմ, դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, խաղաղություն բերեց այս երկրին, որ հանգիստ ապրենք։ 30 տարի ինչ էին անում նրանք։ Քոչարյանն ու Սերժը ինչ էին անում 30 տարի, որ բանակցում են Տեր-Պետրոսյանի հետ միացան։ Ինչի հասան, ոչ մի բանի։ Թողեցին այս մարդու վզին այդ բանը։ Նրանք էլ օգտվելով առիթից, որ 4-5 կամ ավելի ուժեղ են հզորացան, հարձակվեցին, գրավեցին, բռնեցին։ Ինչ աներ։ Պետք է ասել հրամանտար նորից բան անեք, հարձակվեն մեր զորքերը, որ էլի զոհեր տային 3800 զոհ ենք տվել, հիմի 5000, 10000 տային, այդ են ուզում։ Դրանց քոկը հարկավոր կտրել։ Հատկապես Քոչարյանի, մեկ է Սերժի քոկը եւ նրան շրջապատի քոկը։ Եկա ծախված գեներալներին։ Գեներալը ոնց կարող է զինվորներին թողի դաշտում ինքը թողի փախնի։
Դες գեներալը լինում։ Հավատում եմ ես խաղաղությանը, կլինի խաղաղություն։ Ինչը պետք է չլինի խաղաղություն, որտեղ արդեն նախաստորագրեն են այդ պայմանագիրը Ամերիկայի պրեզիդենտի ներկայությամբ, նրա մասնակցությամբ։ Ինչը պետք է խաղաղություն չլինի։ Եթե մենք ուրիշ պետություններ, ուրիշ մեր հարևաններ նկատմամբ պահանջ կան, տարածքային պահանջներ չունենք, ինչը պետք է խաղաղություն չլինի։ Այդ հիմա տեսեք, ես օգտվում եմ այդ առողջական ապահովագրությունից։ Վերջերս գնացել եմ բանում բժշկական կենտրոն մանրամասնից հետազոտել են, դեղեր են դուրս կերել, գնացել եմ անվճար 33,000 դրամի դեղեր են վերցրել։ 3 ամսվա համար, պատկերացնում եք, թոշակառուի համար այդ գումար չի։ Իհարկե, միանգամից հնարավոր չի բարձրացնել թոշակներ 50%, այսօր որ հիմա խոսք են տալիս, դու կարծում եք որ ընտր բանարից ասած հերոպայի հանկարծ մի հատ աթոռ այնտեղ զբաղացել են, բոլորի մոռանալու են իրանց խոստումները։ Սկսել են լապել, որտեղ հարուստ մարդը հասնում է հարստանալ։ $1,000 ունի, ուզում է $3,000 ունենա։ Այս է, դա չի կարելի։ Իսկ երեկվա բանավեճը դիտել եք։ Հիասթափված եմ։ Գիտեք ինչի համար։ Որտեղ թեմա չկար այնտեղ, կոնկրետ թեմա չկար։ Բոլորը Ալիև, Դավաճան, Ալիև, հողանձնող, հողընտունող, այս եղա բանավեճ, այն Ղազարյան կա մի հատ, ոնց որ ցինիկ են, աննորմալ մարդ է նա։ Աննորմալ։ Այն Գրիգորյան ոնց է կոչվում Աննան, այդ ուզում նորից գնա ազգային ժողով, դրանց քոքը ազգային ժողովից հարկավոր է կտրել, հատկապես դաշնակներին է, չի կարելի։ Նրանք մեր ժողովրդի գլխին ինչքան հարավիկներ կան, նրանց միջոցով արվել։ Այդ իրանք հանձնեցին Ղարաբաղը։ Այն ժամանակ ասում են գնացեք, բանակցեք, պայմանավորություն կար, որ գնային Բուլղարիա, բանակցեին։ Ինչի՞ չգնացին, չթողեցին դաշնակները։ Հասկանում եք։ Վերջում ինչ արեցին, վերջում են բանին Հարությունյանին հանեցին, այս դեբիլին նշանակեցին, սել հանձնեց, ստորագրեց, լուծարեց այդ պետությունը, ինչ պետություն է, հանրապետությունը։ Ու թողեց փախավ եկավ։ Էմիսները նստացին, եսի թողեց փախավ եկավ։ Բաների ադրբեջանցիների օգնությամբ եկավ հատեց Հայաստանի սահմանը։ Այս սրանք են նրանք։ Դա իմ ազնական գործն է, դա ոչ մեկին չի վերաբերում։ Լավ կնի, որ խաղաղություն ունի, լավ կնի։ Ես կարամ ասեմ, ումը չեմ ընտրելու։ Իրանք ապացուցեցին, որ իրանց դեմքը ցույց տվեցին, վերջը այդպես ասեմ։ Իրանք ով են, որտեղից հայտնվեցին եւ ինչի պիտի որոշեն իմ կամ հայ ժողովրդի ճակատագիրը, ովքեր են իրանք։ Իսկի խոսալ չգիտեն, հայերեն չգիտեն, տառ չգիտեն։ Ինչ են, բայց բիզնեսմեն են, չէ՞։ Դե բիզնեսմենը, որը մտնում է քաղաքականություն, նորեմ ալիգարխ է, չէ՞։ Ինչ գործում է ինքը քաղաքականության մեջ։ Թող գնա պամիդոր աճացնի։ Կամ ինչ բիզնեսով որ զբաղված է, էլի, թող մեքենա արտադրի օրինակ համար։ Խաղաղ չի հիմա։ Խաղաղ է։ Հիմնական երաշխիքը խաղաղության դա մեր բանակն է, իհարկե։ Տեսնում եմ, որ զարգանում է, ավելի կզարգանա։ Իսկ ամսիկ 28-ին զենքերը տեսել եք, ինչ կարծիք ունեք։ Տպավորված եմ։ Թոշակները շատացել է, էլ ինչ պատմեմ, ասենք ինչքան 10-20,000 դրամ իմ թոշակը ավելացել է, ինչ ասեմ, ասեմ վատա։ Ես ոչին դմության գնում, ոչին։ Բոլորն էլ ժուլիկ են, մենակ մեկիմ, առաժմս է Նիկոլին, ավել չէ։ Ինչու։ Դե քանի որ մի քիչ խաղաղ է, հանգիստ է, հասկանում է, ժողովրդի մեջ մտնում ելնում է, իսկ նրանք ով գուզեկա իշխանության գալով այդ 10 քանի հոգիցին սաղնա ժուլիկ են։ Խաղաղությանը հավատում է, որ այսօրվա օրն արդեն խաղաղ է։ Շատների առողջական ապահովության մասին ինչ կասեք։ Ահա, որովհետև ես օգտվել եմ, սերտիֆիկատություն եմ տարել, այսինքն շատ լավ է, ապրեք։